Հարցն ունի եւ իրավական եւ քաղաքական ասպեկտներ, բայց միայն մի ասպեկտը լուսաբանելը կարծում եմ նորություն չի հարց ավելի ամբողջական ընկալելու համար։ Սկզբունքորեն չկա իրավիճակ, որ ընդունենք լինի ունիվերսալ համընդհանուր, որ ասենք, եթե օրինակ ընդդիմությունը բավարար թվով ձայներ չունի, հետևաբար իր իրավունքն է կարող է խրախուսել, որ հրաժարվի մանդատներից։ Դա չի կարող լինել այդպիսի ունիվերսալ մոտեցում։ Կոնկրետ մենք պետք է մեր իրավիճակը վերլուծենք եւ իմ խորին համոզմամբ սա ընդունենք որպես անձնական դիրքորոշում, սուբյեկտիվ դիրքորոշում, այո պետք է մանդատներից հրաժարվեն։ Պատճառները հետևյալն են։ Նախ որ տեղի ունեցել ակնհայտ եւ բազմածավալ ծայրահեղ խախտումներ։ Եվ այդ պայմաններում եթե նույնիսկ բողոքարկում եք այնուամենայնիվ մանդատները վերցնեք, որտեղ բերկանում եմ խնդիրը այսպես ստանդարտ իրավիճակների մասին չէ, բացահայտ խախտումների մասին է, որոնք անգամ միջազգային դիտորդական առաքելություն են գծում, իրենք երբևիցե որևէ ընտրական գործընթացներում չեն հանդիպել։ Դա բնականաբար չեն կարող հանդիպել։ Սա մեկ։ Երկրորդը, որ ընդունենք խախտումները այնպեսի բնույթ են կրում, որ դրանց բողոքարկումը արդեն իսկ կարծես թե կանխատեսելի է դարձնում արդյունքները։ Հաշվի առնելով արդեն նախորդ օրը, որտեղ մենք չենք կարող պարզապես ստորին ինչ-որ մի հարց վերցնել, մեկուսի հետազոտել ու ասել, որ այս հետազոտության արդյունքներով գալիս են եզրակացության։ Մենք արդեն գիտենք ինչ քաղաքական ուժեր գործ ունենք, ինչպիսի ձեռագրով է աշխատում եւ այլն։ Իսկն արդեն պարզ է կանխատեսելի է զարգացումները։ Հիմա ընդունենք նա բոլոր դեպքերում դիմությունը կարող է ասել, բայց իրավական խնդիր ենք լուծում, մենք այդտեղ հանդես ենք գալիս, նախագծեր կարող ենք ներկայացնել, մասնակցել քննարկումներին, դարձյալ պետք է հիմք ընդունենք պրակտիկ իրավիճակը։ Այս քաղաքական ուժը արդեն բազմիցս ապացուցել է, որ իր համար ընդդիմություն գոյություն չունի։ Եթե որևէ խորհրդարանական ընդդիմության որևէ նախագիծ քննարկման չեն ընդունել, բացարձակապես։ Եղել են դեպքեր, որ իրենք այդ նախագիծը 1-2 ամիս հետո ներկայացրել են որպես սեփական նախաձեռնություն, ու չնչին փոփոխություններով, բայց իրենց համար սկզբունքի հարցը եղել հանկարծ այդ նախագիծը չփոխկապակցվի ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի հետ։ Այսինքն սա իրենց համար սկզբունքի հարց է, որ որևէ ընդդիմադիր ուժ չպետք է խորհրդարանում կարողանա իրեն դրսևորել որպես լիարժեք քաղաքական ուժ, ճիշտ հակառակը։ Բացի դա, որ թույլ չեն տվել ներկայացնելու զրկել են ըստ էության հնարավորությունից ընդունեք ներկայացնելու նախագծեր, դուք գիտեք, որ նաև կադրային հարցերում է շատ ընդգծված քաղաքականություն իրականացնել սահմանափակումներով ուղեկցող եւ ընդհանուր բանը հասել է նաև նա, որ ժամանակ առ ժամանակ եղել են ուղղակի բռնություններ, բախումներ, նույնիսկ իրենք հումորի են վերածել, գիտեք, մենք այս անգամ դուք կարող եք ավելի հանգիստ լինել, հա, մենք չենք մտադրված չենք որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու։ Այսինքն կաշկանդվածություն իրենք չունեն։ Հիմա սա արդեն վկայում է այն մասին, որ ցավոք խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իրենց համար կարող են արդեն կանխատեսելի դարձնել, թե ինչ է իրենց սպասվում։ Որևէ նախաձեռնությամբ հանդես գալ չեն կարող, որևէ հարց չեն կարող տալ, ու կարող են տալ, բնականաբար կարող են տալ, բայց այդ հարցի պատասխան երբևիցե չի հնչի։ Եվ բնականաբար նաև բոլոր տեսակի խորհրդարանական գործընթացները կվերածվեն ուղղակի մեղադրանքների։ Դա կլինի բյուջեի հաստատում, կատարողականի քննարկում, հաղորդման քննարկում, ցանկացած օրակարգով նախատեսված կլինի, որ պետք է զեկուցողը հանդես գա կոնկրետ օրակարգի հարցի շրջանակներում, բայց ինքը խոսենք ամենա 2-3 րոպե, նրանից հետո խոսի թե որքան վատն է դիմադիր ուժը։ Եվ հատածով կհնչեցնեն գաղափարներ, որ իրենք պատրաստ են դիմադիր ուժերի հետ համագործակցելու, եթե դա լինի իրենք սրտի ուզած, հա, այսպես իրենք պատկերացումներ ունեն դիմադիր ուժի վերաբերյալ, մոռանալով, որ դիմադիր ուժին որոշում են ոչ թե իրենք, այլ ընտրողը, ժողովուրդը։ Մի խոսքով, իհարկե իրավական հետևանքներ չի առաջացնի, սա մաքուր իրավական հետևանքներ այն իմաստով, որ ազգային
ժողովը չի կարող գործել, չի ունենա իրավասություն, կգործի։ Միայն մեկ ուժով կարող է գործել, պարոն Դանիելյան, այսինքն միայն որպես քաղաքացիական պայմանագիր է, որպես խմբակցություն զուտ իրավական ասպեկտով կարող է գործել, որովհետև երբ խոսում ենք, որ առնվազն 3 քաղաքական ուժ, մենք նկատի ունենք, որ տրվում է իրավական, համավարական հնարավորություն, բայց պարտադիր չի համարվում։ Ուղղակի տարական իրավաքաղաքական մշակույթը ենթադրում է, որ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա իսկապես ունենալ եւ ընդդիմադիր ուժ, եւ քաղաքական ուժեր, որոնց հետ կարող է համագործակցել, հարկ եղած դեպքում նաեւ հասկանալ որն է սխալը, որտեղ ամենալավ սխալը ցավոք հնչեցնում են ոչ թե համակիրները իրենց, այլ հենց ընդդիմադիր ուժերը, եւ պետք է դրանից ոչ թե վիրավորվել, բռնկվել եւ մտածել թե ինչպես լրացնել, այլ ուղղակի հետևություն անել, թե ինչպես լուծել այդ խնդիրները։ Սա է համագործակցությունը, որը սակայն ցավոք այս մտոլորտում ուղղակի դրա մասին խոսելն ավելորդ է։ Այսինքն հնարավոր է քաղաքական ճգնաժամ առաջանա, այդպես է քաղաքական, այո, իրավաքաղաքական առումով կառաջանա այդպիսի ճգնաժամ։ Դա կհամարվի ոչ լեգիտիմ ստեյության բոլոր դասական չափանիշներով, իրավաքաղաքական չափանիշներով դա կհամարվի ոչ լեգիտիմ։ Իհարկե իրենք կարող են ընդունել օրենքներ, բանաձևեր, հայտարարություններ, դա նաև արտաքին լեգիտիմության տեսանկյունից կգնահատի որոշ նկատի ունեմ ուղղվածության շրջանակներում ողջունելի, նույնիսկ խրախուսելի, բայց հասկանալի ոչ բոլոր արտաքին քաղաքական դեպքերը դա կխրախուսեն, բայց դա դեռ չի վկայում, որ ըստ դա կլինի բավարար չափով իրավաչափ։ Ցավոք մենք չպետք է ականատես լինենք մի իրավիճակի, երբ արտաքին լեգիտիմությանը շատ ավելի մեծ նշանակություն է տրվում, քան ներքին լեգիտիմությանը, մինչդեռ վճռորոշը պետք է լիներ հենց ներքին լեգիտիմությունը։ Այս տեսանկյունից դες ուղղակի գտնում եմ, որ առավել նպատակահարմար է ուղղակի չօրինականացնել, չլեգիտիմացնել մի քաղաքական ուժի գործունեություն, որը ցավոք որևէ նորություն չքաշեց, որ հնարավորության սահմաններում բոլոր քայլերը լինեն կասկածից վեր։ Ես նվազագույնն եմ ասում կասկածից վեր։ Պետք է ինչ-որ մենք տեսանք, անցուց մինչև ընտրության արդյունքների առնչությամբ հայտարարությունները եւ դեռ Երևանի ընտրական տեղամասերի շուրջ 70%-ում դեռ շարունակվում էին հաշվարկները, սա արդեն եւ ուղղակի թվարկել հնարավոր չէ, ես ուղղակի շատ դանդաղելի գվերցնում ձեր հարցազրույցը, սա արդեն կարծում եմ, որ բավական է, որտեղ նման բաներ միշտ է որ լինում են եւ չեն էլ եղել երբևիցե։ Ես աստիճանի բացարձակապես չի եղել։ Ես կրկնում ամենակարևորը, որ գնալ ուղղակի ձևական մասնակցել իմանալով հանդերձ որ ոչ վստահություն է լինելու որևէ երկրներ կա, որ անգամ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների վստահում են պաշտոններ, ոչ քաղաքականություն մշակելով, կտրվածքով էլ վերահսկողական, ինչը իդեալական հենց համագործակցության ցուցիչ է, այսինքն դուք քաղաքական մշակելու եւ իրականացնելու պատասխանատվությունը ստանձնում եք որպես իշխող ուժ, բայց վերահսկողությունը որոշ լծակներ կարող եք երաշխավորել նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այս առումով ավելի անկաշկանդ են։ Բայց դրա մասին հիմա խոսելը նույնիսկ չգիտեմ, անլուրջ է, մի քիչ էլ անմիտ։ Ես ուղղակի բերեցի օրինակներ միջազգային փորձից, որ անգամ իշխող քաղաքական ուժը գնում է այսպիսի զիջումների, հասկանալով, որ միայն այդպես կարող է ունենալ հաջողություն կառավարման ոլորտում։ Բայց այս դեպքում մենք նույնիսկ տեսնում ենք, որ օրինագծեր, որոնք իսկապես պիտանի են, կարող են հանրային շահերին սպասարկել, իրենք ուղղակի ասում են, որ չէ, քանի որ այդպես բաց տեքստով չեն ասում, բայց պրակտիկայում հանգեցնում է նրան, որ այդ օրինագծերը այդպես էլ երբևիցե արդյունք չեն ունենում։ Իսկ պարոն Դանիելյան, դուք հնարավոր համարում եք, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը։ Իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Այս պահին չի հաջողվում, որովհետև իսկապես արտաքին ուժերի բացական ապօրինի ներգործությունը չափազանց մեծ է։ Չափազանց մեծ է։ Թուրքիա, Ադրբեջան, Միացյալ Նահանգները, Եվրոպա եւ այլն։